Մինչև 10 տարի լրագրողը հրաժարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից։ Նշեմ, որ 2020-ից 2024 թվականների ընթացքում Արաքան Սերյակը մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Երկրորդ, մեկնում են Հայաստանի Հանրապետությունից բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչև 27 կամ 37 տարի լրագրողը չեն վերադառնում։ Նշեմ, որ 37 տարին դա զբաղվածության ժամկետն անցնելու տարիքն է։ 2010-ից 2024 թվականների ընթացքում քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածով հարուցված քրեական գործերից, այսինքն զորակոչից խուսափելու գործն է 461-ը, 2500 գործ կարճվել է վարակության ժամկետն անցած լինելու հիմքով, այսինքն շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել եւ որևէ պատասխանատվության չի ենթարկվել, քանի որ իր 37 տարին հեռացած է եղել։ Երրորդ, ծառայությունից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի հիվանդության թղթեր են պատրաստում։ Պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացածների եւ ծառայությունից ազատվածների թվի ավելի քան 80%-ն են կազմում առողջական խնդիրներով պայմանավորված ազատվածներն ու տարկետում ստացածները։ Այսինքն զորակոչի ընթացքում ինչքան մեր քաղաքացիներն են, ովքեր տարկետում են ստանում կամ ազատվում են ծառայությունից, նրանց 80%-ը եւ ավելի տոկոսը առողջական խնդիր ունեցողներն են։ Առաջարկվող փոփոխությունների մի մասը խստացնող են։ Գալիս են բարդացնելու եւ սահմանափակելու ծառայությունից խուսափելու արկա ճանապարհները։ Մյուս մասը խրախուսող են, գալիս են բարձրացնելու ծառայության գրավչությունը։ Խստացնող կարգավորումներն են։ Առաջին, կառավարության գործող որոշումներում կատարել փոփոխություններ եւ որոշ առողջական խնդիրների դեպքում զորակոչել սահմանափակումը պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ, ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37 տարի։ Երրորդ, մինչև 18 տարեկան Արաքան Սերյակի քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար բազային թուղթը դարձնել 15 միլիոն դրամ։ Սա այն գումարն է, որը գործող կարգավորումները 27 տարի լրացած եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիները այսօր կարողանում են վճարել եւ ազատվել քրեական պատասխանատվությունից։ 4. Քրեականացնել քրեական օրենսգրքի 461-րդ եւ 462-րդ հոդվածների հատկանիշներով քննվող քրեական վարույթների շրջանակում նշանակված փորձաքննության ենթարկվելուց հրաժարվելը կամ խուսափելը կամ հետազոտության համար նմուշ տալուց հրաժարվելը կամ խուսափելը։ Այսինքն այն քաղաքացիները, ովքեր պարտադիր զինվորական ծառայությունից կամ հերթական զորակոչից կամ զորահավաքից խուսափում են առողջական խնդիրներով պայմանավորված եւ հրաժարվում են փորձանմուշ տալուց կամ որևէ կերպ ոչնչացնում են, առաջարկում դա նույնպես քրեականացնել, որպեսզի նման դեպքերը նույնպես հնարավորինս քիչ լինեն։ Եվ խրախուսող կարգավորումների մասին առաջին ցույց օրենսդրական փոփոխությունների արդյունքում գոյացող լրացուցիչ ֆինանսական միջոցների մի մասը ուղղել պարտադիր զինվորական ծառայություն հասնող շարքային կազմի զինծառայողների դրամական ապահովության չափերի բարձրացմանը։ Ներկայումս շարքային զինվորական կոչում ունեցող ժամկետային զինծառայողները ստանում են ամսական 3400 դրամ դրամական ապահովում։ Երկրորդ, կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարի լրացածները եւ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք։ Առաջարկում որպեսզի նման հնարավորություն տանք նաև 18 տարի լրացածներին։ Ժամկետային զինծառայողները ունեն ընդդիմության հնարավորություն։ Առաջին, ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ, ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ, ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Եվ նաեւ երրորդ եւ վերջին խրախուսող կետը դա խրախուսել Արաքան Սերյակի անձանց ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքի լրանալը, տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով կամ ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել սահմանված գումար։ Սա վերաբերվում է այն անձանց, ովքեր ազգությամբ հայ են, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն, դրանք հիմնականում Վրաստանի, Ամերիկայի, Միացյալ Նահանգների մեր հայրենակիցներն են, ովքեր ծնվելով այդ երկրներում լինում են այդ երկրի քաղաքացիներ, ծնվելով Վրաստանում լինում են Վրաստանի քաղաքացիներ, չնայած նրան, որ ապրում են Հայաստանի Հանրապետությունում, նրանք շարունակում են լինել այլ երկրի քաղաքացիներ եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա չեն։ Նրանք մեծ մասը ցանկանում են ստանալ քաղաքացիություն, սակայն քաղաքացիություն ստանում են միայն 27 տարի լրանալուց հետո, որպեսզի ազատվի 2 տարի պարտադիր զինվորական ծառայության պարտավորությունից։
Առաջարկում եմ նրանց տալ հնարավորություն եւ ասել դուք մի սպասեք ձեր 20 տարին դրանա, դուք այսօր դարձեք Հայաստանի քաղաքացի եւ ունենաք հնարավորություն ծառայել 2 տարի 1 տարի կամ պետությանը պետական բյուջե վճարել սահմանված գումարը, ինչու մեջ ծառայեցնենք բանակ կարիքների համար եւ ունենանք ավել մեկ զորակոչի կամ պայծազորային իրենից այն հայրենակցի, որ կգա եւ կդառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Քաղաքացիության մասով մի քանի տվյալ ներկայացնեմ, որպեսզի նաեւ հարցերի դեպքում կարողանանք պատկերացնում կազմել, թե ինչի մասին է խոսքը։ Մեծ թվով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ հրաժարվում են քաղաքացիությունից մինչև 10 տարի դառնալը, որպեսզի ծառայություն չանցնեն։ Իմ դեպքում կարմիրով նշված է քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը։ Տեսնում ենք, որ 8721 քաղաքացի հրաժարվել է եւ ըստ տարիների կարող ենք ֆիքսել 2020-2024 թվականների ընթացքում քանի քաղաքացի հրաժարվել։ Նշեմ, որ այս թվի մեծությունը պատկերավոր լինելու համար նշեմ, որ սա մոտավորապես 2 զորակոչի ընթացքում բանակ զորակոչված թվի մոտ թիվ է եւ կանաչով ներկայացված է քաղաքացիություն ստացողների թիվը եւ առանձին տողերով բաժանված ես բաժանել եմ մինչեւ 27 տարեկանները եւ տեսնում ենք, որ ընդհանուր առմամբ վերջին 5 տարիների ընթացքում շուրջ 42000 արաքասյալի քաղաքացի ստացել են քաղաքացիություն եւ նրանց ընդհանրապես 7% կամ 3000-ն են, որ դա արել են մինչեւ 27 տարի դառնալը, այսինքն գերակշիռ մասը սպասում է, որպեսզի 27 տարի դառնա, որպեսզի պապետի զինվորական ծառայություն չանցնեն։ Իմ առաջարկը նաեւ խրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ չսպասեն մինչեւ 20 տարի դառնալը, քանի որ հաջող եթե մենք այդ հնարավորությունը չտանք 20 տարի դառնալուց հետո հնարավոր է ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ օգնել քաղաքացիությունը վերանա։ Մյուս էլի կարևոր տեղեկատվություն կա, որ կցանկանամ տեղեկացնել, բայց կցանկանամ լսել ձեր հարցերը եւ հարց ու պատասխանների դեպքով արդեն անդրադառնալ ավելի մանրամասն տվյալներին։ Շնորհակալ եմ ասուլիսին ներկայանալու համար եւ պատասխանել ձեր հարցերին։ Անցնենք հարցերին, Փայլակ Վահրազյան, խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, նախ ձեր համար այդ վիճակագրությունը որքանով է մտահոգիչ եւ չի խոսում այնուամենայնիվ այն մասին, ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու այդ թվի մասին, չի խոսում այն մասին, որ այս իշխանության խոստումները, այդ թվում եւ խաղաղության վերաբերյալ իրականության հետ ապեր չունեն եւ ծնողներն այնուամենայնիվ ելքեր են փորձում գտնել, որպեսզի իրենց առական սեռի երեխաներին Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելու գործընթաց սկսեն եւ նաեւ ձեր խրախուսական մոտեցումները փողի տեսքով են պատիժները, որ վերեք փող տվեք, որքանով են նման Նիկոլ Փաշինյանի ասած փողը տվեք, դուք անվեք, փողը տվեք, դուք անվեք, դուք մեկ նախագիծել եք վերել, ելի որը կապված է փողի հետ եւ ըստ էության սա սոցիալական անհավասարություն չի առաջացնում եւ նաեւ այն քաղաքացին, որ հնարավորություն ունի իր երեխային ազատել, գումարը վճարի, հրաժարվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ մնան մարդիկ, ովքեր սոցիալապես անապահով են եւ նրանք գնան պաշտպանեն Հայաստանը հայրենիքը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Իհարկե թվերը մտահոգիչ են եւ թվերի վերհանելով եւ մտահոգիչ լինելը իցույց դնելով եմ ես հանդես գալիս օրենսդրական նախաձեռնությամբ նաեւ ինքուն դնելով այս հիմնավորումները։ Ես դեռևս 2019 թվականից եւ առաջին անգամ դարձած ներժողովի պատգամով սկսել եմ ուսումնասիրել զորակոչի կապված խնդիրները եւ դեռևս 2019-2020 թվականներին դեռևս մինչեւ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ես հանդես եմ եկել մի շարք ելույթներով եւ վերլուծություններով նշելով, որ մեր ժամկետային զինծառայողների թիվը կրճատվել է էականորեն եւ վերելնվել մի շարք գործիչներ անգամ քննադատեցին, թե ինչու եմ դրա մասին խոսում։ Ամեն դեպքում ավելի մանրամասն դա ներկայացրել եմ այն ժամանակվա 3 խմբակցություններին, Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան եւ Քայլի Դաշինքին, նշելով, որ մենք ունենք լրջագույն խնդիր կապված զորակոչի հետ։ Խնդիրների մի մասը գալիս է նաեւ օբյեկտիվ պատճառներով, դա կապված է ծնելիության թվի անկումով եւ ծնված տղաների թվի նվազմամբ։ Եվ նայում ծնված տղաների թիվը ես հիմա ավելի ստույգ ասեմ։ Ամենաշատը վերջի 30-40 տարիների ընթացքում ամենաշատը տղաներ, կենդանի ծնված տղաներ եղել են
1990 թվականին, ինչու եմ ասում կենդանի ծնված, որտեղ հաշվառումը այդպես է վարվում, քան երեխա է ծնվել եւ քանիսն են ծնվել կենդանի, եւ այսպես 1990 թվականին կենդանի ծնված տղաներ տենց է տալիս առողջապահության նախարարությունից տենց կամ ողջ ծնված տղաներ կարող ենք ասել, որպեսզի շահարկումների տեղի չտան։ 1990 թվականին ունեցել 41054 տղաներ ծնված։ 2001 թվականին ունեցել ենք 17285, այսինքն երկուսից ավել անգամ ծնված տղաների թիվը պակասել է, նաև կարող ենք ենթադրել, որ 18 տարի հետո երկու անգամ ավելի քիչ զորակոչիկ ենք ունեցել։ Սա հասկանալի պատճառը, բայց նաև կան այլ մտահոգիչ պատճառներ, դրանք են ստեղծված աշխարհակական իրավիճակը եւ նաև 44-օրյա պատերազմը, եւ երբ նայում ենք քաղաքացիությունից հրաժարված անձանց թվի աճը, տեսնում ենք, որ 2020 թվականին ամենաշատն ենք ունեցել քաղաքացիությունից հրաժարվելու դեպքեր համեմատական մյուս տարիների հետ, եւ 2020-ից հետո մինչեւ 2024 թիվը գնալով նվազել է, սա կապված է իհարկե անվտանգային վիճակով նույնպես։ Ինչ վերաբերում է սոցիալական անարդարությանը, նշեմ, որ նախագիծը գալիս է ոչ թե սոցիալական անարդարություն բերելու, այլ վերականգնելու այս պահին առկա սոցիալական անհավասար իրավիճակը։ Քանի որ սոցիալապես ապահովված քաղաքացիները հնարավորություն ունեն այսօր հրաժարվելու քաղաքացիությունից այլ երկրում քաղաքացիություն ստանալով, ինչը հնարավորություն է սոցիալապես կարիքավոր անձինք չունեն, եւ սրանով իսկ նրանք լուծում են զինվորական ծառայությունից խուսափելու հարցը դեռևս պատանի հասակում մինչև զորակոչային տարիքի հասնելը։ Եվ երբ որ մենք նայում ենք նաև պաշտպանության նախարարության գործընկերներն ասում, օրինակ 1000 հայտ վճարողների ցանկը երբ նայում ենք, նրանց երեխաները մեծամասամբ չեն անցնում այս մեր զորակոչով, այսինքն իրենք անգամ հաշվառման չեն անցնում, քանի որ իրենց հարցը լուծել է մեծամասամբ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն։ Երբ մենք բարձր տուրք ենք սահմանում քաղաքացիությունից հրաժարվելու համար, սրանով կանխարգելում ենք այդ խնդիրը, կամ անգամ եթե քաղաքացին հրաժարվի, այդ գումարը երկու զինծառայողի բարձր 2 տարվա աշխատավարձի չափով գումար է, ինչը կարող ենք մենք ուղղել մեր մյուս քաղաքացիներին, որպեսզի ծառայեն եւ ստանան բարձր աշխատավարձ։ Նաև ուղենք մեր մյուս շարքային կազմի ժամկետային զինծառայողներին, որպեսզի նրանք ոչ թե ամսեկան ստանան 3400 դրամ դրամական ապահովում, այլ մի քանի անգամ ավելի բարձր։ Այսպիսով մենք գումարները ավելի ճիշտ ենք օգտագործելու եւ թողնել ենք, որ ոչ թե այդ մեծ գումարները, ովքեր որ ձեր նշած հարուստների ծնողները վճարում են այլ պետություններին քաղաքացիությունը փոխելու համար կամ վճարում են օրինակ բժշկական հանրությանը, վճարում արդեն պետությանը եւ այդ գումարները արդեն սահուն կերպով կգնան մեր մյուս քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու։ Սրանով իսկ մենք պետական եկամուտները կավելացնենք եւ կուղենք մեր քաղաքացիներին, ովքեր ծառայություն են անցնում։ Շնորհակալ։ Սիվիկյան խնդրեմ։ Պարոն Սարգսյան, թիվը, որը դուք ներկայացրեցիք քաղաքացիները, որոնք հրաժարվում են քաղաքացիությունից, իհարկե մտահոգիչ է, իսկ ունեք վիճակագրություն 90-ական թվականներին պատերազմից հետո գնացածների եւ ապրիլյանից հետո գնացածների վիճակագրություն ունեք, թե չհամապատասխան մեջ։ Ճիշտ ասած, մանրամասն տեղեկատվություն ունեմ 2020 թվականից սկսած, ըստ սերերի, արական սերի, ԻԲԿ սերի եւ մինչեւ 10 տարի հրաժարվածները եւ 18 տարի հրաժարվածները դինամիկան արդեն դες ներկայացրեցի, որ 2020 թվականին եք ամենաշատ ունեցել քաղաքացիությունից հրաժարվելու դեպքեր, ինչը նաև կարող ենք հասկանալի համար է, դրանից հետո տիպը գնալով նվազել է եւ 2024-ին ունեցել ենք ավելի պակասվող քաղաքացիություն հրաժարվելու դեպքեր, սակայն անհրաժեշտություն կա նախագծի, որպեսզի մեր քաղաքացիները ոչ թե գումար ծախսեն, փոխեն իրենց քաղաքացիությունը, այսինքն հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, այլ այդ գումարները ուղղեն պետությանը եւ ամեն դեպքում ծառայեն գոնե կարճ ժամանակով ծառայեն եւ նաեւ հաշվարկել Հայաստանցու, որպեսզի կարիքի դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրենց նույնպես օգտագործեն։ Եվրոնյուս խնդրեմ, Եվրոմեդիա խնդրեմ։ Պարոն Սարգսյան, ճիշտ լսեցի, որ դուք ասացիք 1000 խոշոր հարկ վճարողների երեխաները քաղաքացիություն են ստանում այլ երկրի,
որպեսզի չծառայեն բանակում, եթե ճիշտ լսեցի, խնդրում եմ ասեք տվյալները դեսպոտեց եւ ում է վերաբերում, այսինքն այդ հարց վճարող իրավաբանական անձանց բաժնետերին վերաբերում դեր ասածը եւ նաեւ այսպիսի հարց այս իշխանությունները բազմիցս ասել են, որ վարձու բանակ է պետք Հայաստանին, այսինքն փաստագրի զինվորական ծառայությունը դա խոստումներից մեկն է, որ պետք է գնալով չլինի, ինչ շարժ կա այս առումով, այս խոստումը իրականացնելու առումով եւ նաեւ ձեր կարծիքն եմ ուզում լսել, թե ինչու հայկական զորախումբը այդպես էլ չքայլեց Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ։ Սկսեմ առաջի հարցից եւ խոսք էր գնում սոցիալական անհավասարության մասին, որ կծառայեն ֆինանսապես ոչ ապահով քաղաքացիներ եւ հարուստները ճակերտների մեջ չեն ծառայի։ Ես աշխատանքային վարկարդակի խոսակցության մասին է խոսքը եւ պաշտպանության նախարարության գործընկերները ասում են, որ մեծամասամբ այն մարդիկ, որ մենք գիտենք, որ սովորաբար ասում են 100 կամ 1000 խոշոր հարկ-վճարողները, ենթադրաբար նրանք մեծ կարողություններ ունեցող անձինք են Հայաստանի Հանրապետությունում, նրանց ընտանիքի անդամները մեծամասամբ չեն անցնում զորակոչով, այսինքն չի հասնում բանը նրան, որ նրանք զորակոչով անցնեն ու զորակոչի ընթացքում հասկանանք նրանք զորակոչի ընթացքում են ազատվում օրինակ առողջական խնդիրներից ելնելով, թե ինչ-որ այլ ճանապարհով են փորձում խուսափել։ Տեսնում ենք, որ նրանք ուղղակի չեն հասնում զորակոչին, դա տալիս է նման կարծիք հայտնելու իրավունք, որ այդ մարդիկ իրենց հարցը լուծել են մինչև զորակոչի տարիքում հայտնվել են։ Ինչ վերաբերվում է պրոֆեսիոնալ բանակում ունենալուն, այո, մենք փորձում ենք հասնել դրան, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազի եւ կամված անցնենք մենք մի իրավիճակի եւ մեկ քաղաքացիների կար ժամանակով հասնել պարտադիր զինվորական ծառայություն, որը կհաշվառվեն պայեստազորում եւ մի քանի տարիների մեկ նաեւ հասնենք 25 օրյա հավաքներ եւ մենք ունենանք ակտիվ մեծ քանակությամբ պայեստազոր եւ կարողանանք մեր երկրի սահմանները պաշտպանել եւ բանակի խնդիրները կատարել այս տրամաբանությամբ, որպեսզի մենք երկար ժամկետով մեր քաղաքացիներին չտանենք 2 տարի պարտադիր զինվորական ծառայության, ինչը նաեւ կբարձրացնի եւս կբարձրացնի ծառայելու գրավչությունը։ Կարմիր հրապարակի մասով ասեմ, որ ես իրավասու չեմ այդ մասին գնահատականներ տալու։ Ներկայացեք, խնդրեմ ձեր հարցը։ Մեծ եղավ Նարեգնունի, պարոն Սարգսյան, նախ ձեր խոսքում ասացիք, որ առողջական որոշ խնդիրների դեպքում, եթե հիմա տղաները ազատվում են պարտադիր ժամկետային ծառայությունից, ապա սահմանափակումներով կկարողանան ծառայել, խնդրում եմ նշել, թե կոնկրետ հիվանդությունների մասին է խոսքը, եւ այս օրենքի նախագիծը բավականին մարդկանց մոտ խոճապ է առաջացել, շատերը հետաքրքրվում են հիմա նաեւ կոմենտներում, այս նստաշրջանին է հարցը քննարկվել, թե աշնանային նստաշրջանին։ Շնորհակալ եմ կարևոր հարցերի համար, նշեմ, որ կառավարության որոշումներով սահմանված է նաև հիվանդությունների ցանկը, թե որ հիվանդությունների դեպքում են զորակոչի ստանում տարկետում եւ որ հիվանդությունների արտադրության դեպքում են ազատ պարտադիր զինվորական ծառայությունից։ Ես առաջարկել եմ եւ այժմ մի քանի ամիս է ակտիվ նաև առողջապահության նախարարության գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի ցանկը վերանայենք, որտեղ կան բազմաթիվ հիվանդություններ եւ քաղաքացին այսօր ստանում է տարկետում, սակայն նա արկա սպառազինության պայմաններում կարող է նաեւ ծառայություն անցնել իր հիվանդության հետ համատեղ։ Ես չեմ ցանկանա որևէ հիվանդություն այժմ նշել, նաեւ ցանկանամ վերել Իսրայելի փորձը, ճիշտ է մենք այնպես չենք անելու, բայց դրա նման այսինքն այն քաղաքացիները կարող են որևէ կերպ պիտանել լինել բանակին, պետք է պիտանել լինել, որտեղ տեսնում ենք հաճախ, որ քաղաքացիները առողջ են, օրինակ մեկ վարորդական վկար կան ունեն մեքենային վարում, կան զբաղվում են սպորտով կամ այլ աշխատանքով եւ անգամ չեն կանխատեսում, որ այդ քաղաքացիները առողջական խնդիր ունեն։ Մեր շրջապատում տեսնում ենք, որ առողջների մեծ մասը չի ծառայել եւ տեսնում ենք, որ իրենք ինչ-ինչ մանր փոքր հիվանդություններ են ունեցել, որի ախտորոշում կարողացել են ազատվել։ Մենք այժմ զինվորական ծառայության տեսակներ ենք բաժանում, որպեսզի որոշ խնդիրներ ունեցողներ սահմանափակումով ծառայություն անցնեն։ Օրինակ, ինչ-որ տեխնիկաների վրա լինեն, մինչև մեծ առողջական բազա չի ենթադրում, ես առանցից մեծացնել զորակոչի թիվը։ Հարցը քննարկվի այս տարի հաջորդ քառորդյա։ 24 նյուս խնդրեմ ձեր հարցը։
Սարգսյան նաև քննարկումներ էր ընթանում, որ զինվորական ծառայության ժամկետը 2 տարից տարի ու կես դարձվի, այս մասով արդյոք որոշում կա, որ փուլում է եւ քննադատություններ եւ մտահոգություններ էին հնչում, որ եթե այն որոշումը ընդունվի, ապա խնդիր է առաջանալու քանակի, այս անհանգստությունները արդյոք հաշվի եք առնում թե ոչ։ Նախ նշեմ, որ որոշումը ընդունվելու դեպքում մենք քանակի աճ ենք ունենալու, ոչ թե նվազում, քանի որ այս քաղաքացիները արդեն իսկ խուսափում են ծառայությունից եւ չեն ծառայում, սրանով իսկ արդեն ինչպես նշեցի, ընդհանուր զինված ուժերում ծառայողների թիվը այս փոփոխությունների արդյունքում աճելու է, ոչ թե նվազելու է, եւ ես կանխատեսում եմ, որ մոտ, եթե մենք կարողանանք ամբողջությամբ իրականացնել այն ծրագիրը, որը ես ներկայացնում եմ, ունենանք մեկ տարվա ընթացքում շուրջ 20% ավել զորակոչված զինծառայողներ, ինչը մեծ թիվ է եւ կարողանանք ել ավելի հեշտ խնդիրները, որոնք մենք այսօր ունենք։ Հաջորդ հարցը, որը վերաբերվում է 2 տարուկես հարցներում, դա կառավարության ծրագրի մեջ է մտնում եւ պաշտպանության նախարարի հետ ես խոսել եմ եւ առաջիկայում նաեւ ցանկանում եմ որպես այդ փոփոխությունը այս փաթեթի շրջանակում լինի, բայց ամեն դեպքում սրանք անդրադառնանք մենք աշտոններ կամ եկող տարի գարնանը եւ այս խնդիրը կլուծենք ավելի մանրամասն փակագծեր այս բան չեմ ցանկանում բացել, բայց գնալու ենք այդ ճանապարհը, որպեսզի ժամկետային զինվորական ծառայության ժամկետը նվազի։ Մենք այդպես խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, հիմա ձեր խոսքում էլ սկզբում նշեցիք, որ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում փոփոխություններ են լինելու։ Այս պահին նորից ընթանում են լիքը քաղաքացիներ, հրաժարվում են մինչև 14 տարեկան երեխաներին քաղաքացիությունից։ Ինչ որ սահմանափակումներ, տարիքային շեմ կարող է լինել, ասենք, բանակի տարիք մինչև 18 թույլ չտան հրաժարվել քաղաքացիությունից, որտեղ ձեր ասած գնում են դրսերում, ստանում են քաղաքացիություն, հետո գալիս են 27 տարեկանում վճարում են այդ գումարները։ Ինչ որ փոփոխություններ այդ առումով օրենքում կարող է լինել, թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Նշեմ, որ վարչապետի հանձնարարականով զորակոչի հետ կապված խնդիրները լուծելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ, նաև իմ նախաձեռնությամբ։ Աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակում մի շարք գործընկերներ առաջարկում են, որպեսզի մենք օրենքով արգելենք մինչև 18 տարեկաններին քաղաքացիությունից հրաժարվել, ինչպես դուք եք նշում, սակայն դա տեխնիկապես անհնար է, քանի որ հակասահմանադրական կարող է ճանաչվել, քանի որ մենք սրանով արգելում ենք մի բան, որը մարդու սահմանադրական իրավունքն է։ Իմ կողմից առաջարկ է եղել, որպեսզի մենք այս խնդիրը լուծենք Թուրքի բարձրացման ճանապարհով։ Քաղաքացիները պարտավոր են թուրք վճարել, որպեսզի դիմեն եւ փոխեն քաղաքացիությունը, առաջարկել են, որպեսզի թուրքը բարձրացվի եւ սահմանվի այնքան գումար, որքան այսօր վճարում են 20 տարի լրացած քաղաքացիները խուսափել են ծառայությունից, ծառայության դիմաց։ Այսինքն կդառնա, որ նրանք վճարում են 13 տարեկանում վճարում են 2 զինծառայողի 2 տարվա աշխատավարձ եւ նոր ստանում են քաղաքացիությունից հրաժարվելու հնարավորություն, ինչի ընդունման արդյունքում էականորեն կկրճատվի քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերը ես վստահ եմ։ Նյուզայում խնդրեմ ձեր հարցը։ Պարոն Սարգսյան, թեմային չառնչվող մի հարց եմ ուզում տալ, վերջին քաղաքացիական պայմանագրի վարչության նիստում նաև տեսանք ձեր ներկայությունը, դուք արդյոք այս նախագծերը ներկայացրել եք այնտեղ, մյուսները նույնպես բուկմեքերական ընկերությունների հետ կապված, նաև այլ նախագծեր, որը վերջի շրջանում բավական նապուկահարույց են, եւ որոշ տեղեկություններով Փաշինյանը բավական շատ քննադատել է դες։ Կբացահայտեք փակագծերը, նախ ինչ դիրքորոշում ունի Փաշինյանը դեր ներկայացրած նախագծերի հետ կապված եւ ինչն է նրա վրթովմունքի պատճառը։ Շնորհակալ եմ հարցերի համար, թեպետ թեմայի այդքան էլ առնչություն չունի, ամեն դեպքում պատասխանեմ հարցին։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունում ես իմ օրենսդրական նախաձեռնությունները չեմ ներկայացրել, ամենայն դեպս սա եւ բուկմեքերական գործունեության մասին նախագծերը կուսակցությունում չեմ ներկայացրել, բայց դրանք առանձին անհատական հանդիպման ժամանակ ներկայացրել եմ վարչապետին, դեռևս անցած տարի կոնկրետ այս նախագիծը ներկայացրել եմ վարչապետին 2024 թվականի հունվարին, 1 տարի 3 ամիս առաջ, ինչից հետո վարչապետը իմ առաջարկները ուղարկել է գերատեսչությունների, կառավարության եւ անվտանգության խորհրդի անդամների կարծիքի,
կարծիքները ամփոփել ենք եւ վարչապետի մոտ եւս մեկ աշխատանքային քննարկում ենք անցկացրել այդ արդեն ընդլայնված կազմով հանդիպման արդյունքները որոշում է կայացված ձևավորել միջգերտեսչական աշխատանքային խումբ։ Աշխատանքային խումբով աշխատել ենք մոտ 4 ամիս եւ պաշտպանության նախարարի հետ եկել ենք կոնսենսուսային համաձայնության, որպեսզի այս նախագիծը այս ձևով ես դնեմ շրջանառության մեջ։ Իհարկե պաշտպանության նախարարությունը ասել է, որ առաջարկներ կտա, մասնավորապես պաշտպանության նախարարությունը առաջարկելու է գումարների չափերը բարձրացնել։ Նշել եմ, որ համաձայն չեմ այդ առաջարկի հետ, այդ ամեն դեպքում աշխատանքային կարգով քննարկենք եւ գտնենք համաձայնության պաշտպանության նախարարության հետ, մյուս գործընկերների հետ նույնպես ակտիվ քննարկումներ ենք ունենում, այսքանը թերևս, իսկ վարչապետը ինչպես է ինձ վերաբերվում, այդ հարցը շատ հաճախ է հնչում, այդ հարցի հասցեատերը իրականում վարչապետն է, ես կարող եմ նշել, որ իմ կողմից առաջարկվող փոփոխությունները, որոնք որ ես կարողանում եմ հիմնավորել, դրանք բոլորը վարչապետի կողմից ընդունվել են եւ ընթացք է տրվել սահմանված։ Վարչության անդամ չեք բանսարկեն, ինչու եք ուրեմն այնտեղ եղել։ Պատճառը ո՞րն է ձեր ներկայացը։ Տեսեք, քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը հնարավորինս բաց է աշխատում եւ ավելի հրապարակումներ են լինում կուսակցության վարչության նիստերի մասով։ Քանի որ կուսակցության վարչությունը փակվեց չի բացել այդ քննարկումից, ես չեմ ցանկանա որևէ մեկնաբանություն անել, նշեմ, որ հաճախ եմ մասնակցում կուսակցության տարբեր ֆորմատով նիստերին, քանի որ հանդիսանում քաղաքացիական պայմանագրի կուսակցության անդամ դեռևս հիմնադրման պահից եւ աշխատանքային կարգով հարցերը քննարկվել ինչպես կուսակցության նախաձեռնող խմբի նիստերում, այնպես էլ վարչության կամ այլ ֆորմատով կուսակցության հավաքների ժամանակ։ Այլ հարցեր։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հարգելի լրագրողներ, առաջիկայում նաև հարցի կքննարկվի պաշտպանության եւ անվտանգության հարցերի նշական հանձնաժողովում, այնուհետև ազգային ժողովի դիագնոզի նիստերում, եթե կլինեն հարցեր, խնդրեմ դրանք ինձ գերավոր կամ բանավոր ներկայացնել, առաջիկայում սիրով կպատասխանեմ դրանց։ Հուսով եմ, որ այս փոփոխությունները մեր հասարակությունը կընկալի ամբողջության մեջ, քանի որ անջատ նաև իմ առաջարկած տարբեր կետերը հնարավոր է ամբողջությամբ չընկալվի թե նախագծի նպատակը որն է, նախագծի նպատակը հակիրճ ցանկանում եմ մեկ րոպեով ներկայացնել, որպեսզի բոլորի համար պարզ լինի։ Առաջարկվող խստացնող եւ խրախուսող կարգավորումներ։ Խստացնող 4 կարգավորումներն առաջին որոշ առողջական խնդիրներ ունեցողներին անել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության։ Երկրորդ ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարեքը 27-ից դարձնել 37 տարի։ Երրորդ քաղաքացիությունը փոխելու բազային տոկը դարձնել 15 միլիոն դրամ։ Չորրորդ փորձակնությունից հրաժարվելը քրեականացնել։ Սրանք կանխարգելող կետերն են եւ 3 հրախուսող կետերը գոյացող ֆինանսական միջոցները ուղղել զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրացնելուն։ Երկրորդ կարճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին, ըստ այդմ նրանք կարող են վճարել 15 միլիոն դրամ եւ ծառայել 6 ամիս, կամ վճարել 20 միլիոն դրամ եւ ծառայել 1 ամիս, եւ երրորդ Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստացող անձանց համար տալ հնարավորություն ծառայել 1 տարի կամ վճարել սահմանված չափով գումար, որպեսզի նրանք շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի մինչև իրենց 27 տարին լրանալու։ Շնորհակալ եմ բոլորիցս։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։